Վերադարձանք լավ տրամադրությամբ եւ շարունակում ենք մեր ուղիղ եթերը ու ժամանակն է ներկայացնելու մեր առաջին հյուրին շատ ուրախ ենք որ մեզ է միացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրան ասում ենք բարի լույս ինչպես եք Շատ լավ դուք ինչպես եք Հրաշալի արևային Գորիսի տրամադրությունը եւ տոնական առհասարակ տրամադրությունը վայելելու համար եկեք ամփոփենք ու հասկանանք վերջին տարիներին ինչ հատկանշական փոփոխություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում Նախ շնորհավորում եմ բոլոր գորիսեցիներին Գորիսի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզում վերջին տարիներին աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվել եւ եթե այսօր մենք տեսնում ենք համայնքները փոխված դա ուղղակի մարդկանց աշխատանքի եւ իրականացված ծրագրերի արդյունքում է որ տեղի է ունեցել բազմաթիվ ծրագրեր են իրականացվել 400 միլիոն $-ից ավել ներդրումներ են իրականացվել Սյունիքի մարզում վերջին տարիներին միայն Դա պարզապես հրաշալի է բայց գալով ակունքներից մեզ շատ հետաքրքիր է ինչպես կբնութագրեք Սյունիքը որպես մարզպետ եւ ինչպես կբնութագրեք որպես քաղաքացի Որպես մարզպետ իրականում ծանր աշխատանք է, որովհետև Սյունիքի մարզը ինքը ռելիեֆով եւ աշխարհագրությամբ բավականին բարդ է։ Ճանապարհներն են ոլորապտույտ եւ տեղաշարժվելը մարզում շատ իրականում ծանր է, եթե դրան գումարում ենք այն ինտենսիվ աշխատանքները, որ իրականացվում են համայնքներում, իրականում բարդ է ու նաեւ մենք բնականաբար ծանր փուլ ենք անցել, բոլորը գիտեք, որպես մարզպետի աշխատանք ինքը բարդ է, ծանր է, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու աշխատանք է եւ յուրաքանչյուր օր որպես մարզպետ զգում ես այդ պատասխանատվության զգացումը ու գիտես որ դու եւս մեկ լավ բան ես արել քո հայրենիքի բանկում, սա շատ կարեւոր է, որպես քաղաքացի չքնաղ է Սյունիքը, ես իրականում սպասել եմ, երբ որ չլինեմ մարզպետ, վայելեմ Սյունիքը, որտեղ աշխատանքի մեջ շատ հաճախ մենք չենք նկատում այդ փոփոխությունները, այլ հյուրերը կամ քաղաքացիները, երբ որ ասում են նոր ուշադրություն ենք դարձնում, Սյունիքը չքնաղ է եւ պետք է վայելել Սյունիքը։ Մենք էլ ենք վայելում չքնաղ Սյունիքը եւ վայելելու են այսօր նաեւ գալու չքնաղ Սյունիքը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից Ինչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր այստեղ են, ուր գնալ եւ ինչ անել Սյունիքում, հաշվի առնելով նաեւ ժամանակի սղությունը, որովհետեւ պետք է հասցնենք ամենայն դեպս լինել ամենակարևոր ու գեղեցիկ վայրերում։ Ինչ խորհուրդ կտաք։ Եվ պատասխանատու ուղղորդում է լինելու, որովհետեւ որտեղ ուղղորդեք, բնականաբար առաջինը գնալու են այնտեղ։ Ես կարծում եմ հին Գորիսը պարտադիր է տեսնել, որովհետեւ հին Գորիսը տեսնելիս հետո արդեն հասկանում ես Գորիսը բուն այսօրվա քաղաքը եւ զարգացումները նկատում ես պարտադիր պետք է տեսնել հին Գորիսը իսկ օրվա մեջ ինչ հասցնել ես կարծում եմ ամենակարևորը շփվել մարդկանց հետ գորիսեցիների հետ սա երևի թե ամենատպավորիչը կլինի հյուրերի համար մարդիկ ամենակարևորն է որտեղ ի վերջո մարդիկ են ստեղծել այս բարիքը եւ այն միջավայրը որտեղ որ մենք բոլորս գտնվելու ենք այսօր տեսնել հին Գորիսը, շրջել քաղաքով, որովհետև քաղաքի տարբեր անկյուններում լինելու են տարբեր միջոցառումներ, տաղավարներ, ես կարծում եմ, որ ամենակարևորը շփվելն է գորիսեցիների հետ։ Ինձ ամենահետաքրքրող հարցը թերևս Որն է այն ավանդական ուտեստը, որը Գորիսի դիմագիծն է եւ պարտադիր պետք է փորձել այստեղ։ Ճխթթո Ինչ ЧԽԹ ես հույս ունեմ ճշգրիտ եմ ասում եւ բնականաբար Գորիսի լոբին որ կարծում եմ որ պարտադիր պետք է մարդ համտեսի բայց ЧԽԹ-ն ինքը շատ գորիսյան է ու պարտադիր պետք է համտեսի Շատ կարճ ինչով է պատրաստվում այդ ուտեստը հիմնական բաղադրիչները Թթվի տպավորություն է ստեղծում Ինքը թթու է բազուկի տերևներն են ցողուններն են թթու դրած վիճակ։ Կարմիր բազուկ։ Կհասցնենք չէ երևի փորձել։ Շատ անպայման։ Շատ լավ, այսօր նաև ֆեստիվալ է տոնական օր է, հետաքրքիր է ինչպես եք պատրաստվել այս տոնական օրվան եւ արդյոք եղել են փոփոխություններ եւ հատկանշական փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել հենց փառատոնի համար, հենց այս օրերի համար։ Իրականում դե անկեղծ ասեմ Գորիսը մաքուր երևի թե Հայաստանի ամենամաքուր քաղաքներից է, բայց
ֆեստիվալին ընդառաջ բոլորը ես պարավոտյան վաղ շրջում էի, մարդիկ պատրաստվում են, ամեն մեկը իր բակը եւս մեկ անգամ մաքրում է, որտեղ սպասում է հյուրերին, մեծ փոփոխությունը դա մարդկանց տրամադրություններն են, ամբողջ քաղաքը պատրաստվում է հյուրերին դիմավորի եւ բնականաբար արդեն համայնքապետարանն է իր աշխատակիցներով լայնածավալ աշխատանքներ նախապատրաստական իրականացրել, որպեսզի դիմավորեն եւ նշեն քաղաքի օրը։ Ֆեստիվալը շատ կարևոր դեր ու նշանակություն ունի ընդհանրապես բոլոր այն քաղաքներում, որտեղ այն նշվում է, որովհետեւ սա մեծ հարթակ է եւ մարդկանց իրազեկման, որ գան տեսնեն քաղաքը, ես կարծում եմ ցանկացած տեղ, որտեղ ֆեստիվալը անց է կացվում, հետագայում մեծ փոփոխություններ է թողնում այդ կոնկրետ բնակավայրի վրա։ Այստեղ կարևոր է նաև նշել ճանապարհաշինարարական ծավալուն աշխատանքների մասին եւ հիացմունք արտահայտել պարզապես կատարված գործի վերաբերյալ։ Իրականում այնքան լայնածավալ ու եւ քանակով եւ մասշտաբով աշխատանքներ են իրականացվում, որ սովորաբար եթերները չեն բավականացնում, միայն հյուսիս-հարավ ծրագիրը, որն իրականացվում է Սյունիքի մարզում, թունելների կառուցում, նոր ստանդարտների ճանապարհ եւ վստահ եմ ցանկացած մարդ, ով որ Գորիս կայցելի ինքը կտեսնի Սյունիքի զանգերից սկսած մինչեւ Սիսիան հատվածը միջին նորոգում է իրականացվում, ամբողջ երկայնքով ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչը շատ կարևոր է։ Վերադառնալով ֆեստիվալին, ինչ դեր է ստանձնել մարզպետի աշխատակազմը ֆեստիվալի նախապատրաստական աշխատանքների հարցում։ Իրականում հանրային հեռուստատեսության մեր գործընկերների հետ արդեն տևական ժամանակ է նախապատրաստվում ենք, մեր թիմերը համատեղ նաև Գորիսի համայնքապետարանի մեր գործընկերները միասին մենք նախապատրաստական բոլոր աշխատանքները միասին ենք անում ու մեծ սիրով նվիրվածությամբ։ Իսկ մարզի համար առհասարակ ինչ գլոբալ նշանակություն ունի նման փառատոնների իրականացումը։ Ճանաչելիության բարձրացումը, սա շատ կարևոր է, տեսեք հատկապես նախորդող տարիներին մարդկանց մոտ մեդիա հարթակներում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ վտանգավոր է, վատ է իրավիճակը, բայց այսպիսի միջոցառումներն են, որ ցույց են տալիս իրականությունը, թե որքան հրաշալի է եւ քաղաքը եւ ընդհանուր մթնոլորտը եւ այսպիսի միջոցառումներից հետո է որ նոր հյուրանոցներ են ստեղծվում, նոր տարբեր ներդրումներ են արվում, որովհետեւ իրականությունը այն է, որ Գորիսը արագ զարգացող, ֆենոմենալ արագությամբ զարգացող քաղաք է եւ այսպիսի միջոցառումները շատ են կարևորում, որպեսզի մարդիկ այցելեն, գան տեսնեն մեր ճկնաղ Գորիսը։ Եվ դրանք պիտի լինեն շատ ավելի շատ հետագայում։ Նաև տեղական արտադրանքներն են ներկայացված այսօր լինելու, հետաքրքիր է, որ բնակավայրերն են ամենաակտիվը։ Որպեսզի չնեղացնենք որևէ մեկին, առավոտյան շրջում էի, արդեն վաղ առավոտից տարբեր գյուղեր, Գորիս համայնքի տարբեր բնակավայրերից արդեն ներկայացուցիչներ են տեղ, շտապում են իրենց տաղավարը նախապատրաստել, բայց գիտեմ, որ մարզի տարբեր համայնքներից նաև կլինեն ներկայացված այստեղ, գրեթե ամբողջ մարզից այստեղ ներկայացվածություն կլինի եւ սա լավ հնարավորություն է մեր հյուրերի համար իրենք տեղում համտեսեն տեղական արտադրանք, բոլորն էլ լավն են լինելու, բոլորն էլ համեղ, ես չառանձնացնեմ, որ հետագայում խնդիրներ չունենամ։ Գիտեք, բոլոր առումներով եւ բոլոր ոլորտներով իսկապես հսկացավալ աշխատանքներ են տարվում եւ հետաքրքիր է լսել նաեւ ձեր գնահատականը Սյունիքի մարզի աշխատակազմի, Գորիսի համայնքապետարանի, Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ իհարկե հանրային հեռուստաընկերության համագործակցության մասին։ Իրականում Գորիսը լավագույն օրինակներից է համագործակցության եւ այն, որ Գորիսը օրեցօր ծաղկում է, զարգանում է, դա ինչի հետևանք է, ինչի արդյունք է, դա ճիշտ համագործակցության արդյունք է։ Մենք Գորիսում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում ու գրեթե բոլորը 100% էֆեկտիվ են այն բանի համար, որ կա լավ առողջ համագործակցություն, սա շատ կարևոր ինդիկատոր է եւ նախապայման ցանկացած համայնքի զարգացման համար։
24 ժամյա համագործակցություն եւ այս ամբողջ ընթացքում ես չեմ հիշում, որ որևէ խնդիր լինի կոմունիկացիայի համայնքի, նախարարության ու հանրային հեռուստատեսության հետ ես անձամբ շատ երկար ճանապարհ եմ անցել ու երբեք խնդիր չենք ունեցել։ Իդեպ սա երկրորդ ֆեստիվալն է Սյունիքի մարզում, այնպես որ մենք արդեն նախորդ ահագին բազա ունեինք համագործակցության այս ֆորմատի, այնպես որ համագործակցությունը Գորիսում մեր կառույցների միջև ֆանտաստիկ լավ մակարդակի վրա է, որից էլ շահում է ժողովուրդը։ Միանշանակ իհարկե։ Եվ քանի որ այսօր կրկնակի տոն է Գորիսում եւ բացի ֆեստիվալ երաժշտական զբոսաշրջային փառատոնից նաեւ Գորիսի օրն է, շատ կուզենք լսել ձեր մաղթանքը գորիսեցիներին եւ ուղերձը գուցե։ Նախ շնորհավորում եմ բոլոր գորիսեցիներին, կան բաներ, որ վստահ եմ միայն գորիսեցին է զգում, այն բարդ ճանապարհը, որը հաղթահարել է գորիսեցին, սա իրենց հաջողությունն է, անձնական յուրաքանչյուրի հաջողությունն է, որ մենք տեսնում ենք բոլորս Գորիսը այսպիսին։ Ես ուղղակի իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում յուրաքանչյուր գորիսեցու, ում ներդրումը անմիջական կա այն Գորիսի, որը այսօր տեսնում ենք։ Ես ուղղակի հպարտ եմ, որ գորիսեցիները կարողացան ֆենոմենալ, ֆանտաստիկ անձնական հատկություններ ցույց տալ, ստեղծագործական միտքը այդպես ներկայացնել ու ստանալ այն Գորիսը, որով հպարտանում ենք մենք բոլորս։ Շնորհավորում եմ բոլոր գորիսեցիներին այսօրվա կապակցությամբ։ Սա իրականում ֆեստիվալը Գորիսի օրը, Գորիսի համար 1 տոն է, մեծ տոն, եւ սա նախորդ մեր զրույցի պատասխանն է համագործակցության։ Շնորհավորում եմ բոլորին երբեք չկանգնել, չընկճվել ոչ մի դժվարության առաջ, ինչը ապացուցեց Գորիսեցին, որովհետև եթե դու երազում ես քո տունը շենացնել, դու անպայման կշենացնես։ Շնորհակալ ենք ձեզ, որ ժամանակ գտաք միացաք մեզ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիս Գորիսի տոնի կապակցությամբ։ Այո, վայելենք լեռներից եկող այս էներգիան ու վայելենք պարզապես օրը։ Ձեզ մաղթում ենք օրվա դրական, տոնական ուրախ շարունակություն եւ շնորհակալ ենք կատարված։ Շնորհակալ եմ եւ ներողություն եմ խնդրում, այսօր նաեւ Կապանի օրն է եւ շնորհավորում եմ բոլոր կապանցիներին։ Այո, սա իհարկե լավ չստացվեց, որ նույն օրը երկու քաղաքների օր են, բայց առիթից օգտվելով նաև շնորհավորում եմ բոլոր կապանցիներին, որտեղ Կապանը եւս Հայաստանի չքնաղ եւ արագ զարգացող համայնքներից մեկն է։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ Շնորհակալ ենք ձեզ, Սյունիքն ինքնին, ինչպես հասկանում ենք, տոն է եւ կապ չունի տարվա օրը, որովհետեւ Սյունիքում գտնվելը արդեն իսկ տոն է բոլորիս համար։ Միանշանակ։ Միանում ենք բոլոր շնորհավորանքներին, եւս մեկ անգամ օրվա լավ շարունակություն ենք մաղթում եւ հրաշալի տրամադրությամբ մենք շարժվում ենք առաջ։